Բարև ձեզ հարգելի ֆերմերներ, ես Սամվել Կարապետյան եմ, ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, գյուղատնտեսության խորհրդատվության, նորարարությունների և մոնիտորինգի վարչության Արարատի բաժինը որպես գլխավոր խորհրդատու։ Այժմ ես ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել 1 հեկտար խաղողի տեխնիկական սորտերի մշակության տեխնոլոգիան և ծախսերի հաշվարկը։ Այսպես տեխնիկական սորտը մեր մոտ կանգուն տեսակի խաղողն է, որի սկսում են գարնանային աշխատանքները այգեբացով և բուկբացով։ Այգեբացը և բուկբացը կարելի է կազմակերպել Արարատյան դաշտում, մասնավորապես մեր տարածաշրջանում փետրվարի վերջի տասնօրյակից և գարնան առաջի տասնօրյակից սկսած, նաև ըստ կլիմայական տարվա պայմաններից։ Ուրեմն այգեբացի և բուկբացի համար ծախսվում է 1 հեկտարի վրա 10 մարդոր, արդեն ինչպես գիտեք ամեն տարի փոփոխվում են ինչպես ապրանքի գները, նյութերի գները, այնպես էլ մարդկանց վարձատրության չափը։ Այսօրվա դրությամբ մեկ օրվա վարձաչափը աշխատողները պահանջում են 5000 դրամ։ Բուկբացի համար պահանջում է 10 մարդոր, ուրեմն ընդամենը 1 հեկտարի վրա կծախսվի 50000 դրամ։ Բուկբացից հետո պետք է հետևել այգում ջարդված սյուներին, հաշվառել ջարդված սյուների դուրս բերումը և վերանորոգումը։ Պայմանականորեն ամեն տարի վերանորոգում է 10-ից 15 սյուներ, ենթադրենք մեր տվյալ դեպքում 10 սյուն է ջարդված, 2 մարդոր է պահանջում քանդել, հանելու և վերանորոգելու համար, որի համար պահանջում են մեկ մարդու համար 5000 դրամ, այսինքն 10000 դրամ, և սյուների արժեքը, մեկ սյունի արժե 1500 դրամ, այսպիսով 15000 դրամ կծախսի նաև սյուների արժեքի համար։ Պետք է այնուհետև կատարել այգում սյուների ուղղում և լարերի ձգում, 1 հեկտարի հաշվով ծախսում է 40000 դրամ։ Հաջորդ աշխատանքը մեր այգիներում այգու էդն է։ Քանի որ կանգուն սորտը ավելի աճը շատ հզոր չէ, դրա համար շարքի միջշարային տարածությունները կարելի է ձևավոր 2 մետր 80 սանտիմետրի վրա, այդ դեպքում 1 հեկտարի վրա կազմում է 36 շարք, որովհետև աշխատողները, ֆերմերները նաև վարձատրում են որոշ աշխատանքների շարքերով, դրա համար էլ մենք որոշ աշխատանքների վարձատրությունը կազմակերպել ենք շարքերով։ Էդը 36 շարք, մեկ շարքը 4000 դրամով, 144,000 դրամ, այնուհետև էդած մասայի հեռացում, մարդորով 6 մարդոր 30000 դրամ, չորկապ, մարդորով 12 մարդոր 1 հեկտարի վրա 60000 դրամ, հետո միջշարային տարածությունների վար 1 հեկտարը 40000 դրամ, ընդամենը նորից 40000 դրամ միջշարային տարածությունների փոր շարքով են կատարում այդ աշխատանքները, 36 շարքը 3500 դրամով 26000 դրամ գումարով։ Ոռոգումներ, սեզոնի ընթացքում այգին ոռոգում է Արարատյան դաշտում մեզ մոտ 6 անգամ, ջերվորի աշխատավարձը 10000 դրամ 1 հեկտարի համար, ջրի վարձը 70000 դրամ, միջշարային տարածությունների կախան փխրեցում 2 օր, մեքենա, այսինքն դա չիզելն է, որը տրակտոր կատարում են մեխանիզացիայով, 31 հեկտարը 30000 դրամ, ընդամենը 60000 դրամ, միջշարային տարածությունների կախան փխրեցում ձեռքով մեկ անգամ հեկտարը 60000 դրամ, այնուհետև կատարում են կանաչ կապ և կանաչատումներ, կանաչ կապի և կանաչատումների վրա ծախսում է 28 մարդոր 5000 դրամով 140,000 դրամ, ձեռքով կատարում են ձեռքով սնուցում, 4 մարդոր 5000 դրամով 20000 դրամ և
պարարտանյութերի արժեքը կալիումական, ֆոսֆորական, ազոտական, այնտեղ 1 հեկտարի հաշվով ծախսում է 80,000 դրամ։ Այնուհետև պետք է կատարել պայքար մորախոտերի դեմ հերբիցիդներով 1 հեկտարի վրա 1 հեկտարի արժեքը 25,000 դրամ, իսկ ծախսող թունեքիմիկատների արժեքը 6 անգամյա բուժումների համար յուրաքանչյուր անգամ մոտավորապես 25,000 դրամ։ Ուրեմն այժմ բերքահավաքը։ Այս տեխնիկական սորտի միջին բերքատվությունը կազմում է 15-ից 25 տոննա, մենք միջինը ընդունել ենք 18 տոննայի դեպքում, բերքահավաքի վրա կծախսի 40 մարդոր, օրական 5,000 դրամով 200,000 դրամ միայն բերքահավաքի վրա, 4 մեքենա կկազմի այդ 18 տոննան, որպեսզի տեղափոխվի գործարան, որովհետև 5 տոննայից ավել բեռնավորած մեքենաները գործարները դժվարությամբ են ընդունում։ Այդ դեպքում մեկ մեքենայի վարձը կկազմի 25,000 դրամ և այսպես 100,000 դրամ է տեղափոխման ծախսերը։ Այնուհետև պետք է սկսել վազերի անջատումը լարերից, 8 օր 1 հեկտարի համար 5,000 դրամ 40,000 ընդամենը այգեթավի համար այգեթավը շարքերով 36 շարք, յուրաքանչյուր շարքը 33,500 դրամով 26,000 դրամ։ Հողի հարկը 1 հեկտարի համար տատանվում է այս հողի կարգերի մինչև 40-ից 45,000 դրամ, միջինը վերցրել են 44,000 դրամ, 1 հեկտարի ծախսը հողի հարկը, չնախատեսված այլ ծախսը 75,000 դրամ, այսպիսով ընդամենը ծախսը 1 հեկտարի վրա կազմում է 1,955,000 դրամ։ Համախառն եկամուտը 1 հեկտարի վրա 180 ցենտների դեպքում և 155 դրամ մթերման ժամանակ կազմելու է 2,970,000 դրամ։ Զուտ եկամուտը կկազմի 1,015,000 դրամ, 1 կիլոգրամի ինքնարժեքը կկազմի 186 դրամ, շահութաբերության տոկոսը այս դեպքում կլինի 52%։ Շնորհակալություն ուշադրության համար, այսօր համայնասկանը հաջորդ երկրի ժամանակ կներկայացնեմ այլ մշակութային ծախսերի հաշվարկը, մշակութային և ծախսերի հաշվարկը։